Հարգելի գործընկերներ, այսօր մեր հյուրն է մանկագիր Էդվարդ Միլիտոնյանը։ Մենք խոսելու ենք գրքարվեստի հանրապետական եւ ԱՊՀ մրցանակաբաշխության արդյունքների մասին, պարոն Միլիտոնյան։ Ես կխնդրեմ մի փոքր ներկայացնեք այս մրցույթը, ինչ է ներկայացնում, երբ է սկսվել եւ հետո կանցնենք այս տարվա արդյունքները։ Ուրեմն ի պաշտոնը ասեմ մշակույթի նախարարության գրքի եւ հրատարակչական գործի կենտրոնի տնօրեն։ Ուրեմն մենք ամեն տարի հանրապետական մրցույթ ենք անցկացնում, որը կոչվում է գրքարվեստ, եւ հանրապետականից հետո մեր լավագույն գրքերը ներկայացնում ենք ԱՊՀ երկրների գրքարվեստ մրցանակաբաշխությանը։ Ուրեմն այս տարի մեր հանրապետականը 6-րդն էր, ԱՊՀ երկրներինը 10-րդը, հոբելյանական տարի էր եւ փաստորեն այս տարիների ընթացքում մշակվել են չափորոշիչներ եւ մեզանում եւ ԱՊՀ երկրներում, հիմնականում գրքի տպագրական որակի, նաեւ բովանդակային, ուրեմն չափորոշիչներ եւ անվանակարգերի համապատասխանություն։ Պիտի ասեմ, որ մեր հանրապետականը եւ ԱՊՀ երկրներինը հիմնականում նույն անվանակարգերն են, սակայն որոշակի շեղումներ լինում են իհարկե։ Մենք ունենք, ասենք, մեր ժամանակակիցը անվանակարգ, նրանք դա չունեն, համենայն դեպս հիմնականում նույնն է, ասեմ, որ մրցույթը իր էությամբ կարողացավ ինչ-որ չափով ստեղծել մթնոլորտ մեր հրատարակչական գործի ասպարեզում, այն տեսակետից, որ հրատարակիչները, այսպես ասած, մրցության մեջ են մտնում, լավ գրքեր հրատարակելու, հետաքրքիր հրատարակություններ անելու, այնպես որ մրցույթը մրցանակներով չի սահմանափակվում, մրցույթը ինքը շարունակական լինելով մշտապես մարդկանց ուրեմն դեպի լավ տպագրություն, դեպի հետաքրքիր նյութեր այդպիսի միտում է, կարծես թե պարտադրում։ Այդ իմաստով իհարկե շահեկան է մրցույթը եւ մի ուղղություն էլ առանձնացնենք, որ երկար տարիներ Հայաստանում հիմնականում հրատարակվել են եւ Սովետ միության տարիներին եւ կարելի ասել անկախության առաջի 10-15 տարիներին հիմնականում հայերեն գրքեր եւ միջազգային ասպարեզում այդ գրքերի ներկայացնելը միայն հայերի շրջանակում էր կարևորվում միջազգային ցուցահանդեսների ժամանակ, պիտի ասեմ, որ մրցույթները, ցուցահանդեսները եւս մեզ ուղղություններ են հուշում եւ այդ ուղղություններից են այլ լեզուներով Հայաստանում գրքեր հրատարակելը եւ պիտի շեշտեմ, վերջին 7-8 տարում Հայաստանում հրատարակվել են, որքան էլ զարմանալի է, ուրեմն անգլերեն, ռուսերեն, իսպաներեն, արաբերեն, պարսկերեն, ֆրանսերեն, ուրեմն գրքեր, որոնք տարածվում են եւ մեզանում եւ նաեւ միջազգային ցուցահանդեսների ժամանակ արվում են շնորհանդեսներ, մի խոսքով այսպես ասած միջազգային ընթերցողի համար կա հայ գրքի ներկայություն եւ մեր մրցույթի ժամանակ հանրապետական մրցույթի ներկայացված էին 70-ից ավել գրքեր, այդ ներկայացված գրքերի մեջ ահավասիկ ֆրանսերեն Մատենադարանի արևելյան մանրանկարչության, արևելյան մշակույթի վերաբերյալ նյութերի ուրեմն ալբոմ հրատարակվեց, ֆրանսերեն ներկայացված էր եւ նաեւ կարելի ասել հիմնական մեր մրցանակ ստացած գրքերից հայերի ներդրումը Օսմանյան կայսրության մեջ, ահա այս պատկառելի հատորը, որը ռուսերեն է, ուրեմն եւ կան նաեւ ալբոմներ, որոնք կարելի ասել երկլեզու են, մշտապես մենք վերջին տարիները, ուրեմն ալբոմներ հրատարակելիս, անպայման ալբոմները կամ երկլեզու են լինում, կամ եռալեզու, ուրեմն Սարյանի գրքարվեստը ալբոմը, որի մեջ նաև
նկարները ներկայացված են ռուսերեն ուրեմն թարգմանությամբ եւ նաեւ բազմաթիվ այլ գրքեր, որոնք երկլեզու են կամ օտար լեզվով են հրատարակվում, այնպես որ մեզանում արդեն եւ հրատարակիչները եւ անկախ իրենց գումարներով ստեղծած գրքերը եւ պետական պատվերի եւ աջակցության ծրագրերում ընդգրկվում են այդպիսի հրատարակություններ եւ մրցույթների ժամանակ, ցուցահանդեսների ժամանակ մենք տեսնում ենք, որ հայ գրքի հանդեպ հետաքրքրությունը մեծանում է եւ նաեւ ինչու՞ չէ մենք այսպես ասած մեր մշակույթը մեր ուրեմն ունեցած չունեցածը, պատմությունը, պատմագիտությունը եւ այլն գեղարվեստական գրականությունը կարողանում ենք ուրեմն ներկայացնել այլալեզու ընթերցողներին։ Ուրեմն մեր գրքարվեստի հանրապետական 6-րդ մրցույթի գլխավոր մրցանակը շահել է ուրեմն Մարտիրոս Սարյանի գրքարվեստը ահա այս ալբոմը, որը ընդգրկում էր Մարտիրոս Սարյանի նկարազարդած գրքերը, այսպես ասած, շապիկներով, ներքին նկարազարդումներով եւ սա առաջին անգամ է, որ Սարյանը ներկայանում է հայ ընթերցողին որպես գրքարվեստի մեծ վարպետ։ Ցավոք սրտի նրան աշխարհում գիտեն միայն գեղանկարիչ, չգիտեն անգամ որպես գրաֆիկայի մեծ վարպետ, հազվադեպ մարդիկ գիտեն, որ նա ունի հրաշալի գրաֆիկա, ահա գրքարվեստով մեր մրցույթի ԱՊՀ-ի մասնակիցները զարմացել էին, որ Սարյանը այսքան գրքեր է նկարազարդել ոչ միայն Հայաստանում, այլև Մոսկվայում, Վրաստանում, մի խոսքով նրա նկարազարդած գրքերը հրատարակվել են ռուսերեն, տարբեր լեզուներով եւ ուրախալի է, որ ճանաչեցին նաեւ Սարյանի ուրեմն հանճարի եւս մի ուղղություն, իհարկե սա հուշում է, որ մենք պիտի Սարյանի ներկայացնենք եւ անգլերեն եւ այլ լեզուներով, որտեղ էլի եմ ուզում շեշտել, աշխարհը այսօր բացահայտում է Սարյանին որպես մեծ գեղանկարիչ եւ աշխարհի կարևոր աճուրդներում նրա գինը գնալով բարձրանում է նկարների գինը եւ այլն, այնպես որ մենք պարտավոր ենք մեր հանճարին ներկայացնել բազմանից նրա բոլոր կողմերով։ Էլի եմ ասում, հազվադեպ մարդիկ գիտեն, որ Սարյանը նաև մեծ թատրոնի թատերական ձևավորող է։ Նրա ալմաստը հանճարեղ ձևավորում է, որի ձևավորումները կան մեր օպերայում եւ տարբեր փաստորեն Փարիզից է պատվերներ ունեցել Ռիմսկի Կորսակովի այդ ոսկե ակաղաղ ձևավորումներ եւ այլն, վարակույրներ թատերական, այնպես որ տարիների ընթացքում մենք կարողանանք իսկապես ճյուղ առ ճյուղ ներկայացնել Սարյանին եւ նաեւ ամբողջացնել նրա դիմանկարը որպես գեղանկարիչ, որպես գրաֆիկայի մեծ վարպետ, որպես գրքի ձևավորող, որպես թատերական ձևավորող եւ այլն, եւ նաեւ որպես գրող։ Մեզանում կզարմանամ, որ ասենք, որ Սարյանը մոտավորապես 7 հատոր ունի գրական ստեղծագործություններ։ Նրա հոդվածները, նրա ինքնակենսագրական նյութերը, նրա նամակները, նրա զրույցները, մի խոսքով սա մի պատկառելի ժառանգություն է, որ տարիներով կարող ես ուրեմն անդրադառնալ եւ չվերջանա այդ հանճարի ուրեմն ստեղծածը մեր կյանքում։ Գլխավոր մրցանակը ինքը ստացավ եւ ուրեմն իմ հայրենիք անվանակարգում առաջին մրցանակ ստացավ Սամվել Դիլանյանի հայոց սրբազան լեռները, նույնպես շատ հետաքրքիր գիրք, որը եւ այսօրվա Հայաստանի եւ արևմտյան Հայաստանի լեռների մասին է, որոնք ծիսական, որոնք սրբազան դեր են կատարել մեր հայրենիքի պատմության մեջ, չհաշված պատմական հուշարձանները, նրանք նաև ուրեմն ժողովրդական գիտակցության մեջ ունեցել են հսկա դերակատարում եւ այդ մասին է շատ լավ գիրք։ Ուրեմն երկրորդ մրցանակ, ինչպես ասացի, հայերի ներդրումը Օսմանյան կայսրության մեջ պատկառելի գիրք է, պատկառելի ամբողջ այդ 5-600 տարիների մեջ թե հայերը ինչ են արել Օսմանյան կայսրության մեջ բոլոր բնագավառներում գիտություն, արվեստ, կենցաղ
ուրեմն բոլոր բնակավարներում ներդրում է, այնպես որ կարելի ասել Հասմիկ Ստեփանյանի արածը ամբողջացրել է այն ամենը, ինչով դա Օսմանյան կայսրություն էր, բայց գիտեք, որ մեր բուն հողերի վրա էին հայերը ապրում եւ դա դարերով մշակույթ էր, որը գալիս էր, շարունակվում եւ ներկայացված է այս գրքում։ Իհարկե, հետաքրքիր է, որ թուրքերը այդ մասին ավելի վաղ էին գրում, քան մենք ենք կարողացել ամբողջացնել։ Նրանք ունեն որոշակի գրքեր, որոնք հայերի ճարտարապետությունը, հայերի մշակույթը եւ այլն ներկայացրել են, այնպես որ շատ կարևոր էր, որ մենք հայերեն, ռուսերեն եւ կարծում եմ այլ լեզուներով պիտի ներկայացվի սա։ Ուրեմն այս անվանակարգում երրորդ կարգ ստացել է Արտակ Մովսիսյանը, շատ լավ գիտնական, 10 հայ ականավոր արքաներ։ Մեր ժամանակից անվանակարգում պիտի ուրախությամբ ասեմ Գրիգոր Գուրզադյանի ահա այս էսսեների գիրքը մեր մեծ գիտնական, մեծ մարդ այսօր ապրում է բարեբախտաբար մոտ 90-ի մոտի տարիքը եւ նրա էսսեներն են լինելով աստղաֆիզիկոս, սիրելի բարեկամներ, հանճարեղ մարդ, ինքը նաեւ նկարիչ, նաեւ գրող ստեղծել է այս գիրքը եւ կարծում եմ շատ ճիշտ էր, որ ստացավ նա առաջին մրցանակ բովանդակային եւ նաեւ շատ ուրույն ուրեմն մարդ լինելով աշխարհում չբավարարվենք Հայաստանով, սիրելի բարեկամներ, սա միջնադարյան տիպի մարդ է, որը տարբեր բնակավարներում ստեղծագործում է եւ մեծ արդյունք է ուրեմն տալիս։ Եվ երկրորդ մրցանակ հայ պոետների ընտրանի անգլերեն ուրեմն Սամվել Մկրտչյանի թարգմանությունն է եղել մեր հայ բանաստեղծների ժամանակից անգլերեն, երրորդ կարգի մրցանակ Դերենիկ Դեմիրճյանի ընտրանին։ Գրքի մասին, ահա շատ կարևոր անվանակարգ, մեզանում այսպես է կոչվում, իսկ ապա երկրներում Արթնիգը։ Ուրեմն այստեղ առաջին մրցանակ ստացավ Ռաֆայել Իշխանյանի հայ գրքի պատմություն գրքի վերահրատարակությունը, Անտարես հրատարակչությունը վերահրատարակել, ես իհարկե պիտի ասեի նախորդներին էլ, թեպետ ես ուզում եի ապա երկրների մեջ ասեի հրատարակչությունները, Տիգրան Մեծն է հրատարակել սա, մանրանկարչությունը նայի հրատարակչությունը, Օսմանյան կայսրության մեջ հայերի ներդրումը, նույնպես ուրեմն Տիգրան Մեծը։ Հիմա պիտի ասեմ, որ զանգակը արել էր Գուրզադյանի գիրքը, հայ պոետների ընտրանին, ուրեմն հայրապետ հրատարակչությունը, երրորդ մրցանակ Դեմիրճյան, Նայիրի հրատարակչություն, գրքարվեստի Ռաֆայել Իշխանի գիրքը վերահրատարակություն է, բայց շատ լավ ձևավորումով, նոր ձևավորումով արել է Անտարես հրատարակչությունը։ Երկրորդ մրցանակ ուրեմն Վարդգես Սուրենյանցի գրքերի նկարազարդումները, ուղղակի ես ձեզ ասեմ, որպես նոր շարք մեզանում եղավ մեծ վարպետները որպես գրքի ձևավորող, այդպես ուրեմն Վարդգես Սուրենյանցի, Կոջոյանի, Մարտիրոս Սարյանի եւ այս շարքը կշարունակվի Տաճատ Խաչվանքյան եւ ուրիշ մեծ նկարիչներ, որոնք նաեւ գրքի ձևավորման մեջ են աչքի ընկել։ Երրորդ մրցանակ է ստացել Հովհաննես Ղուկասյանի, մեր պատմավիպասան Ոսկան Երևանցի պատմավեպի վերահրատարակությունը, Ոսկան Երևանցի տպագրատունն է հրատարակել։ Գիրք երեխաների համար անվանակարգը, գիտեք, որ մեզանում շատ դժվարությամբ են նոր եւ լավ գրքեր երեխաների համար ստեղծում, երեխաներն էլ դրանք այսպես ասած բան չի, երեխա ասելով բառը ինքը իր մեջ մի քանի ենթաշերտ է ունենում, կրտսեր տարիքի, միջին տարիքի, բարձր տարիք, որոնց համար իհարկե գեղարվեստական գրականություն ստեղծելը մեզանում դեռևս դժվարությունների առջև է, շատ գրողներ չկան այդ ասպարեզում ստեղծագործող, միշտ էլ այդպես է եղել իհարկե, եւ Աղայանից ու Թումանյանից հետո այս 100 տարվա մեջ հազվադեպ գրողներ կան, որոնք հրաշալի լավ գործեր են ստեղծել, բայց այդ ժանրի գրքերի հրատարակությունը պիտի իհարկե լինի գեղեցիկ, նկարազարդ, հրապուրիչ, եւ պիտի ասեմ, որ այս տարվա ներկայացված գրքերի մեջ առաջին մրցանակ շահեց ահա
Զանգակ 97 հրատարակչության դասական մատենաշարը, որը 4 գիրք է ուրեմն իր մեջ ընդգրկում, շատ լավ ձևավորումներով, լավ գրքեր են, կարող եք մոտենալ եւ տեսնել, շատ լավ հրատարակություն է եւ ուրեմն երկրորդ մրցանակ Հովհաննես Թումանյանի հեքիաթները անգլերեն, ուրեմն Արևիկ հրատարակչություն է արել եւ ուրեմն արվել է երրորդ մրցանակ Հայոց բանակը մանուկների աչքերով, դա երեխաների նկարազարդած բանակը երեխաների աչքերով, ուրեմն պիտի ասենք արվեստի գիրք անվանակարգում առաջին մրցանակ շահեց Կարեն Սմբատյանի պատկերագիրքը Edit Print հրատարակչությունն է արել, երկրորդ մրցանակ Արևելքի գեղագրությունը եւ մանանկարչությունը, այս գիրքը այստեղ Կարեն Սմբատյանի ալբոմն էր, լավ մեր հրաշալի նկարիչներից, շատ լավ ալբոմ էր եւ երրորդ մրցանակ ստացավ նոտաների մի ժողովածու, որը ձայնագրյալ երգեցողություն Սրբո պատարագի այս պատարագներ ներառում։ Գրքի ձևավորման համար առաջին մրցանակ է ստացել հայկական մեր մրցույթում հրաշալի մի գիրք, հրաշալի կարելի ասել պատմական գիրք, առաջին անգամ հայերեն հրատարակվել է Ջեյմս Ջոյսի Ուլիսես վեպ են ասում, բայց ինքը ճշմարիտ դա տեքստ է, վեպից կարելի ասել ավելի ընդգրկուն, մի հրաշալի սա հրատարակություն է, սրա ձևավորումները, ինքը բարդ, շատ բարդ տեքստ է, կարելի ասել 20-րդ դարի ամենաբարդ գեղարվեստական տեքստն է, այդպես էլ ընդունվում է, եւ սրա ձևավորումը, սրա թարգմանությունը մի հսկայական աշխատանք էր, որ արել է Սամվել Մկրտչյանը, հեղինակային հրատարակություն է, Հայրապետ հրատարակչությունն է արել, վերջում լուսանկարներով, Ջոյսի վեպի այն լավագույն հրատարակությունների միջից ընտրված ուրեմն ձևավորումներ եւ այլն, այսինքն սա ես կարծում եմ պատկառելի գիրք էր եւ մրցույթում էլ ԱՊՀ տեսան ուղղակի այստեղ որոշակի բաներ կար պարամետրերի, որ տիրաժը մեծ չէր, իսկ մրցույթում ԱՊՀ-ի անպայման ուշադրություն են դարձնում տպաքանակի մեծությանը, այսպիսի գիրք իհարկե մեծ տպաքանակով հրատարակելը հսկայական ջանքեր է պահանջում, ձեռքի աշխատանքի մեծ ծավալ կա, ուրեմն դա այդպես որ շատ կարևոր գիրք է, երկրորդ մրցանակ Ֆիրդուս ու Շահնամեն Անտարես հրատարակչությունն է վերահրատարակել եւ երրորդ մրցանակ ռուսական պոեզիա Արծաթել դար, ռուսերեն է դա հրատարակված։ Ուրեմն մենք այս գրքերից հայաստանյան մրցանակ ստացած գրքերից ընտրեցինք որոշակի 10 գիրք, քանի որ 7 անվանակարգ է ԱՊՀ երկրներում, մենք 10 գիրք անվանակարգ կար, որ ներկայացրեցինք 2 գիրք, այսպես գիտություն, կրթություն, մշակույթ մենք անվանակարգում ներկայացրեցինք Գրիգոր Գուրզադյանի գիրքը, այնտեղ այդ անվանակարգը ընդգրկում է 3 ուղղություն՝ կրթություն, գիտություն եւ մշակույթ։ Խառը բան է եւ այնտեղ ասեմ խոսքամեջ, որ իմ առաջարկությունը եղավ եւ դա այսպես պնդվեց եւ կողքից էլ պաշտպանվեց, որ բաժանվի այս անվանակարգը, որովհետեւ կրթություն, գիտություն, մշակույթ մենք ներկայացնում ենք այսպիսի հրաշալի գիրք իր բովանդակային իմաստով եւ ներկայացնում է, ասենք, մի այլ երկրից մշակույթ, ալբոմ։ Բնականաբար ալբոմի կողքը այս գիրքը որպես տպագրական երևույթ կարող է զիջել, որտեղ նա գունավոր է, գեղեցիկ է, սակայն անվանակարգը գիտություն ինքը նաև ասում է, որ բովանդակությանը նաև եւ այդ իմաստով մենք տնտեցինք, պայքարեցինք եւ այս գիրքը այնտեղ նշանավորվեց։ Իմ երկիրը անվանակարգը, ուրեմն մեկ էլ մենք պատարագն էինք ներկայացրել գիտություն, կրթություն, մշակույթ ասպարեզում։ Իմ երկիր անվանակարգում մեր Սամվել Դիլանյանի ուրեմն ալբոմը ներկայացվեց, արվեստի
գիրք եւ այդտեղ ներքին կարգով ասեմ, որ տարբեր անվանակարգերից մենք կարողանում ենք գրքեր տեղափոխել, եթե բնույթով համընկնում են մի այլ անվանակարգ, եթե տեսնում ենք, որ մրցակցությունը շատ մեծ կլինի, դա թույլատրվում է, այդպեսի ներքին օրենք կա եւ Սարյանի ալբոմը ներկայացվեց տպագրված է ԱՊՀ-ում անվանակարգում, ուրեմն ներկայացվել է Արևելքի գեղագրությունը, այս ալբոմը ուրեմն համագործակցություն անվանակարգում, տպագրված է համագործակցությունում, մենք Joyce-ն էինք նախատեսել, բայց Joyce-ը մենք փոխեցինք արվեստի գիրք, որտեղ ինքը որպես գիրք արվեստ է արդեն եւ այդ անվանակարգում մի խոսքով երեխաների համար այս Զանգակի 97-ի գիրքը եւ գլխավոր մրցանակի համար ներկայացրել ենք Հասմիկ Ստեփանյանի հայերի ներդրումը։ Պիտի ասեմ, որ 7 անվանակարգում 6-ում մենք մրցանակներ ունեցանք եւ այդ մրցանակներն են հիմա ես ձեզ ներկայացնեմ, ուրեմն համագործակցություն անվանակարգում մրցանակ ստացավ նոմինանտ Հասմիկ Ստեփանյանի գիրքը, հայերի ներդրումը Օսմանյան կայսրությունում, մշակույթ գիտություն կրթությունում 3-րդ մրցանակ ստացավ Գրիգոր Գուրզադյանի գիրքը, արվեստի գիրք անվանակարգում Ջեյմս Ջոյսի Ուլիսիս այս գիրքը տպագրվել է համագործակցությունում, ուրեմն Մարտիրոս Սարյանի գիրքը ստացավ 2-րդ բարձր մրցանակ, գիրք երեխաների եւ պատանիների համար այս 4 գիրքը ստացավ հատուկ մրցանակ եւ արդեն ասի Գրանպրիում ստացավ Հասմիկ Ստեփանյանի գիրքը նոմինանտ ֆինալեին դուրս եկել 5 գիրք, իսկ մասնակցում էին ընդհանուր մրցության մեջ ապա երկրների 108 գիրք 9 երկրներից 108 գիրք, այնտեղ ժյուրին ձևավորվում է տարբեր երկրների ներկայացուցիչներից, իսկ որտեղ որ անցկացվում էր Բելարուսի Մինսկ քաղաքում, տանտերերը 2 ձայնի իրավունք են ունենում եւ շատ ասեմ դժվար պայքար է լինում, շատ դժվար, երկրորդ տարին է, որ Ռուսաստանը առաջին մրցանակ չի ստանում եւ շատ քիչ մրցանակներ ուզում եմ սրանով շեշտել, որ դուք իմանաք, թե ինչ ներքին մրցակցություն է լինում եւ ինչ որ չափով կարող եք ասել, ինչ որ չափով իմ կարծիքը ես այնտեղ էլ բարձրաձայնեցի, որ կարող է լինել ոչ օբյեկտիվ նաեւ գնահատականներ գրքերի ներքին, այսինքն համակրություններ լինեն տարբեր երկրների եւ այդտեղ դուժեն գրքերը եւ մեր այսպես ասած մղումներ, սրտացավությունը, որ լինի առաջին կարգում տեղում գիրքը եւ ոչ տարբեր երկրների հարաբերությունների արդյունք Երևան։ Մի խոսքով ես կարծում եմ, որ այս 6 մրցանակները իրենք արտահայտում են մի բան, որ եւ պետական պատվերով եւ աջակցությամբ հրատարակված գրքերը եւ նաեւ այլ հրատարակչությունների ջանքերով հրատարակված գրքերը Հայաստանում իսկապես ունեն բարձր գեղարվեստական տպագրական որակ, պիտի ասել նաեւ որակը տպագրական հասնում է գեղարվեստական մակարդակի, դա էլ է գեղարվեստ իհարկե, մտնում է տպագրական գործի մեջ եւ ձևավորումը, եւ դիզայնը, եւ թղթի ընտրությունը, տառատեսակի ընտրությունը, մի խոսքով սա բարդ աշխատանք է եւ ձեռքի աշխատանք, եւ կազմի ընտրություն, եւ այլն, եւ այլն, եւ այլն, այնպիսի չափորոշիչներ, որ ամեն չափորոշիչի մի ճյուղը հսկայական դեր է խաղում լավ գիրք ընտրելու գործում։ Այնպես որ ես պիտի ասեմ, որ մեզանում ակնհայտ է գրքի որակի բարձրացումը եւ կարծում եմ, որ դա հավատացած եմ, որ դա շարունակական է լինելու եւ նաեւ բազմազան նյութերի ընտրություն, բազմազան, շատ հետաքրքիր տարբեր մարդիկ, որոնք չեն իմանում հայկական հրատարակությունների տպագրության ավանդույթը, անգամ զարմանում են, որ Հայաստանում այս որակի գրքեր են հրատարակվում, մշտապես նրանք հարցումներով պնդում են, թե Հայաստանում է տպագրված, Հայաստանում չեն հավատում, որտեվ ես չգիտեմ Հայաստանի իմիջը որպես
պրոբլեմների մեջ, կռիվների եւ այլն հազարումի հարցերի մեջ նրանք զարմանում են, թվում է թե Հայաստանում հնարավոր չի այս որակի գրքեր հրատարակել կամ այս մանկական գրքերը միշտ նայում է բացում թե որտեղ է հրատարակած, ինչ եւ այլն եւ այլն։ Մի խոսքով սա է եղել հիմնական Հայաստանի եւ ԱՊՀ երկրների մրցույթի էությունը եւ եթե ձեզ որևէ բան հետաքրքրում է, խնդրեմ։ Մրցույթը ամսի 23-ից 25-ը մայիսի 23-ից Մինսկում ես ասացի, հա, ուրեմն Հայաստանը ԱՊՀ երկրներին 10 մենք ամեն անվանակարգում մի գիրք անպայման եւ կար անվանակարգ 2-10 գիրք 7 անվանակարգի համար մենք 7 անվանակարգում ունեցել ենք 6 մրցանակ եւ հատուկ մրցանակ միայն Սամվել Դիլանյանի գիրքը Սրբազան լեռները որ չարժանացավ թեպետ բարձր ձայներ էր հավաքի ուղղակի քիչ մնաց որ մրցանակ ստանալ էլի այդ 7 անվանակարգից ԱՊՀ երկրների մենք 6-ում ունեցել ենք մրցանակ 4-ում մրցանակ 1-ում նոմինանտ եւ մյուսում հատուկ ուրեմն մրցանակ Ինչ վաճառվում են այս գրքերը, սրանք բաներով, սրանք ուրեմն այս 3-ը եւ ուրեմն այս 3-ը տպագրվել են պետական պատվերով եւ աջակցությամբ, այնպես որ վաճառքի կան, այո, Սամվելի գիրքն էլ մասսայական չի իհարկե կարելի ասել, ինքը որոշակի քանակությամբ անում են եւ հրատարակում են Գուրզադյանի գիրքը մեր պետական աջակցությամբ հրատարակված է կա գրախանութներում եւ սա Զանգակ 97-ի գրախանութում կլինի անպայման իրենց հրատարակչությունը գիտեք Կոմիտասի այն հետևի սև շենքերի երկրորդի տակ գրախանութ ունեն այդտեղ անպայման վաճառվում է այնպես որ այս գրքերը կարող եք ձեռք բերել եւ արդեն որոշակի ժամանակ գրախանութներում կան իհարկե ես ասեմ նաեւ գնային հարցում թվում է ալբոմներ են եւ պիտի շատ բարձր գներ ունենան իհարկե միջազգային ցուցահանդեսներում բաներում մենք տեսնում ենք որ այս տիպի ալբոմները Եվրոպայում շատ թանկ են վաճառվում բայց մեզանում սրանք ինքնարժեքից ցածր են վաճառվում սա որպես այսպես ասած աջակցություն մեր ընթերցողներին այս բոլոր գրքերը ինքնարժեքից բավականին ցածր են վաճառվում Չէ, ամեն տարի նոր գրքեր, դա որոշակի ժամկետ, հիմա փաստորեն գալուց տարի մենք պիտի ներկայացնենք հունիսից տպագրյալ մինչև գալուց տարվա մայիսը, մինչև մրցույթի սկսվելը։ Մենք որոշելով չի, դա գրքարվեստի հայաստանյան մրցույթի առաջին, երկրորդ տեղեր գրաված գրքերը ներկայացնում ենք, դա մոտ 14 գիրք է անում, բայց այնտեղ մենք նայում ենք հայատառ եթե գիրք է ու ժյուրին դա ոչինչ չի բացատրի ասի, մանավանդ եթե ասենք հայագիտական գիրք նկարները քիչ եւ այլ դա տանես մրցույթի թեպետ որպես գիտություն շատ լավ գիրք է, բայց դա որ տանես մրցույթի գրքարվեստ բնականաբար ոչինչ չի շահելու համենայն դեպս մենք առաջնորդվում ենք նաև ներկայանալի լինելու այլ լեզուներով լինելու եւ այլ որակը տպագրական բարձր այսինքն շատ բաներ են պետք որպեսզի գիրքը մենք կարողանանք արժանապատիվ ներկայացնենք էլի այնպես որ հիմնական պարամետրերը դրանք խոսեցիք ուրեմն Հայաստանում գրքարվեստի որակի նկատելի բարձրացման հետ կապված քանակական իմաստով որևէ հաշվարկներ ստատիստիկա կա թե այսինքն այժմ ավելի շատ գիրքեր ես հասկանում եմ որ տպաքանակները քիչ են բայց գոնե բազմազանությունը ինչ որ աճման տենդենց ունի նույնն է հետեւյալ Իհարկե գրապալատի տվյալներով 2200-ից ավել գիրք է հրատարակվում Հայաստանում
Իհարկե տարբեր, ամեն տարի իհարկե դա մոտավորապես սովետական միության թվականակին մոտ է, բայց բնականաբար դուք արդեն նշեցիք, տպաքանակների խնդիր կա։ Տպաքանակները մեր 500 են կամ 1000 օրինակ են։ Հազվադեպ գրքեր կան, ասենք հանրագիտարանը, որը մի ժամանակ մենք հրատարակում ենք 3000 տպաքանակով 2500 եւ այլն եւ այլն, այսինքն ամենամեծ պետական պատվերով բարձր տպաքանակ ունեցող գիրքը հանրագիտարանն է, սակայն մենք պիտի առաջնորդվենք ընթերցողների պահանջարկով, մենք չենք կարող մեծ տպաքանակներ անել, մի անգամ մեր գրողներից մեկը իրավացիորեն ասաց սովետական միության տարիներին ես է կարող եք պնդել ասել ինչը Իմ մի գիրքը Շաքարավազ արքայազնը 20,000 տպաքանակով հրատարակվել է, 20,000, հիմա դպրոցներում դա պարտադիր ընթերցանության ցանկերում է, քրքրվել է բոլոր գրախանութներում, գրադարաններում, բայց հիմա եթե 20,000 դա հրատարակեն, պարտադիր ընթերցանության մեջ է, գնողների թիվը այդքան չի, ուղղակի մարդիկ ուզում են նվիրես, իրենք չեն ուզում գնեն, մի ձև ինչ-որ բան է էլի, ես նաև սոցիալական հարցի հետ է առաջվում նաև, բայց երեխաների մի մասը գրադարան չի գնում, որ կարդա, այսինքն ընթերցանության որակն է ընկել, դա կարող ենք հաստատել, այո, ընթերցանության որակի անկումը նաև գրքերի պահանջարկի անկում է նշանակում, ինչու՞ չէ մենք պիտի հրաշալիորեն դպրոցը ներմուծենք այս գործընթացում, դպրոցում հանդիպումներ գրողների հետ, արվեստագետների հետ, տպագրիչների հետ, ինչու՞ չէ այս գրքերի ստեղծողների հետ, ինչու պիտի դպրոցներում, ինստիտուտներում հանդիպեն, լսեն, զրուցեն, այս երկխոսությունները տրամադրում են ընթերցելու, տրամադրում են ճանաչելու մեր երկրի այս ասպարեզը, կարծում եմ զանգվածային լրատվամիջոցները ևս նպաստում են, պիտի երևի ավելի, այսպես ասած, ջանադիր լինեն, ներկայացնելու մեր գրականությունը, մեր այս գրքարվեստը, սա շատ բարձր լավ արվեստ է, և հեռուստատեսությունը, ինչու սա լավ արդյունքներ են, պիտի ներկայանան գրողը, տպագրիչը, հրատարակիչը, լավ գործ են անում այսօր, և ասեմ, որ հեշտ չի այդ գործը, թուղթը ներկրվում է, ներկերը ներկրվում են, միայն այստեղ վարպետներն են այստեղ, մտածողներն են այստեղ, ես կարծում եմ, մենք կարողանալով գնահատել այս մարդկանց, պիտի դա ժողովուրդն էլ իմանա, որ ունենք Գուրզադյանի պես մարդ, որ հանճարեղ մարդ է, բայց այսօր չգիտես ինչի մենք խուսափում ենք մարդկանց բարձր գնահատելուց, արժանի մարդկանց, մեծ մարդկանց, պիտի գնահատենք, ասենք, մի խոսք Շնորհակալություն պարոն ես էլ եմ շնորհակալ համար, ուսանք, որ գրախտությունը մեզ մոտ Պիտի որ իհարկե դա դարերով եղել է, այնպես որ